Գրեթե ամեն օր վթարներ են պատահում վերևից մինչև ներքև։ Դուք նկատել եք վերևից իջնելուց, որ ջուրը գնացել է լիցքային հողը, այս մեր ամբողջ ճանապարհը։ Ահագին նստված կա տվել, տեղ կա մինչև 40 սանտիմետր նստել է ճանապարհը։ Այն ներքևից, երբ որ սարքում էին մագիստրալ գիծը, ես հիշում եմ, որ 3 անգամ պայթեց, 3 անգամ մեկ նորից քանդեցին, նորից սարքին։ Հիմա հույս ունենանք, որ էլ չեն քանդելու։ Մի անգամից կսարքեն եւ ամուր հաստատում կլինի։ Ջանիկ Սահակյանը Քասախ համայնքի Պարույր Սևակի փողոցի բնակիչներից է։ Ասում է, իրենց բնակավայրի 40 տարի առաջ կառուցված ջրագծերն առաջին անգամն է, որ այսպիսի ծավալով վերակառուցվում են։ Եվ ահա Վիոլիա ջուր ընկերությունը տեղյակ լինելով Քասախում կուտակված խնդիրներին, նաև այստեղ գրանցված ջրակորստի մեծ քանակին, վայրկյանում 30 լիտր, բկած 2025 թվականի ծրագրով համայնքում ներդրել է 524 միլիոն դրամ, որի շրջանակներում 842 բաժանորդի համար վերակառուցվում է 21 կիլոմետր նոր ջրագիծ։ Ֆիզիկական մաշվածության պատճառով ջրագծերի վերանորոգման արդյունքում մոտավորապես ունենում ենք 30 լիտր վայրկյան ջրաքանակի տնտեսում։ Արդյունքում այդ բոլոր ջրի քանակները կուղղորդվեն մնացած այն համայնքները, որտեղ խնդիրներ ունենք ջրամատակարարման հետ կապված։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչն էլ նշում է, հին համակարգը մաշված է, որի պատճառով անընդհատ հանդիպում են թե թաքնված, թե բաց վթարների։ Դրանք էլ շինարարական աշխատանքները հաճախ խնդրահարույց են դարձնում։ Շուրջ 15 օր է իրականացնում ենք Քասախ համայնքի ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքներ։ Այս պահի դրությամբ իրականացրել ենք շուրջ 300 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ։ Իրականացնել ենք նաև երկաթբետոնյա դիտավորի տեղադրման աշխատանքներ եւ ներտնային միացումների պոլիմերահավազային դիտավորի մոնտաժման աշխատանքներ։ Քասախում ստեղծված բոլոր անհարմարությունները ժամանակավոր են, վստահորեն ամիսներ հետո այստեղ ջրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրներն ու մտահոգությունները կմնան անցյալում։ Վիոլիա ջուր ընկերության հաջորդ կանգառը Պրոշյան համայնքում է։ Այստեղ եւս ջրագծերի վերակառուցման մեծածավալ աշխատանքներ են տարվում, կրկին հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու կարևորությունը։ Այստեղ էլ ընկերությունը ներդրել է 620 միլիոն դրամ, որի շրջանակներում 1180 բաժանորդի համար մոտ 23.5 կիլոմետր ջրագիծ է փոխարինվում։ Սա հնարավորություն կտա ջրամատակարարման համակարգը դարձնել կառավարելի, կանխելով վայրկյանում 20 լիտր ջրաքանակի կորուստ։ Ցանցի կառավարման խնդիրներն են լուծում, գոտիավորման խնդիրներ են լուծում եւ ջրամատակարարման շարունակականության պայմաններ են ստեղծում։ Տարեց տարի աստիճանաբար ընկերության սպասարկման բնակավայրերում բարելավում են ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները։ Համակարգը դառնում է առավել կառավարելի, ջրակորուստն է նվազում, ջուրը դառնում է ել ավելի որակյալ։ Շնորհակալություն բոլորից աշխատակիցներից, որ մեր ջուրը նորից մաքուր կստանանք։ Այն, որ Վիոլիա ջուր ընկերությունը շինարարություններն իրականացնում է քաղաքաշինական բոլոր նորմերով, նույնիսկ ոչ մասնագետի աչքով է տեսանելի, սակայն մշտապես բոլոր շինհրապարակներում կարելի է տեսնել տեխնիկական վերահսկողներին։ Խրամուղիները փորում ենք այնքան, ինչքան որ այդ օրում կարող ենք հետլից կատարենք, չենք փորում երկար, թողենք բաց խրամուղիներ, կատարում ենք չափաբաժնով, ինչքան որ կարող են խրամուղիները հետլից կատարենք։ Վերացնել համակարգի ֆիզիկական եւ առևտրային կորուստները, բարելավել ջրի որակը, օգնել տեսուչ մասնագետներին իրականացնել կանոնավոր գանձումներ եւ ձևավորել հասույթի աճ։ Սա է ցանկացած համայնքում ընկերության կատարած շինարարությունների գլխավոր նպատակը, որոնք արդեն ներդրումների տեսքով հաջորդ տարիներին կրկին վերադառնում են համակարգ, բարելավելով մեկ այլ համայնքի ջրամատակարարումն ու ջրահեռացումը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։